Արշակ Սրբազանը խախտել է լռությունը արձագանքելով իրեն վերագրվող ինտիմ տեսանյութերի բարձրացրած աղմուկին։ Մայրաթորի դիվանապետը պնդել է, որ դրանք կեղծ են։ Տեսանյութում պատկերվածները ինքը եւ իր քեռուկինը չեն։ Սրբազանի խոսքով ապօրինի արված եւ տարածված անտեր տեսագրության արժանահավատությունը որևէ մեկը չի հաստատել։ Ըստ նրա իր դեմ գործընթացը զուտ քաղաքական է, եթե զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, որևէ թթու խոսքի չէի արժանանա, համոզմունք է հայտնել Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Միևնույն ժամանակ նա ըստ էության հաստատել է, որ տեսանյութերի հրապարակումից առաջ ԱԱԾ-ականները իրեն առաջարկել են որոշակի գործողություններ անել։ Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնել, բայց շատ որոշապես հասկանալի է դարձել, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչությամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից, վստահեցրել է Սրբազանը։ Նա նաև կասկածի տակ է դրել տեսանյութերի մեկ օրում արված փորձաքննության արդյունքը, որը անմիջապես փոխանցվել է եպիսկոպոսներից մեկին։ Պետք է գտնել այն անձին, որը հորինել է այդ տեսանյութը եւ տարածել, հայտարարել է arczepiskopos-ը։ Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչ եմ։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ ես բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, իմ կենսագրության հետ, իմ արածների հետ։ Ես տեսագրություններին առանձին անդրադարձել եմ, իհարկե դրանք կեղծիք են, ես սուտ եմ։ Ես դա ասել եմ եւ կրկնում եմ։ Նորից եմ ասում, ես չգիտեմ ավելի մեծ մեղք, քան այն, որ գործված սայթակումների դիմաց գործես նոր մեղքեր, նոր սայթակումներ ստիպված լինես անելու։ Ավելի մեծ դավաճանություն, ավելի մեծ ինքնաժխտուն ես չգիտեմ։ Եվ ես այդպիսի քայլ ոչ արել եմ, ոչ անում եմ, ոչ կանեմ։ Եվ այն մարդիկ, ովքեր այդպիսի հույսեր են փայփայում, այդ հույսերը պետք է խափանվեն։ Արշակ Սրբազանը արձագանքել է նաև այն հոգևորականների հայտարարությանը, որով նրանք կաթողիկոսից պահանջում են, որ Արշակ Սրբազանը լքի Մայրաթորը։ Նա դավաճանության համար է մեղադրել այդ հայտարարության տակ ստորագրած եպիսկոպոսներին ու arczepiskopos-ներին։ Դա ուղղակի ինքնաժխտում է, ասել է Սրբազանը։ Ըստ նրա եկեղեցականները համախմբված են վեհափառի շուրջ։ Վեհափառին աջակցողների բանակը մեծ է, վեհափառի շուրջ համախմբված են բոլոր այն եկեղեցականները, որոնք հավատարմության ուխտը պահում են, վստահեցրել է Մայրաթորի դիվանապետը։ Ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելը ուղղակի դավաճանություն է։ Դավաճանությունը մեր խոստովանությունների մեղքերի ցուցակում չկա արձանագրված որպես մեղք։ Գիտեք ինչու՞։ Որովհետև դավաճանությունը հավաքաբար խորհրդանշում է այդ ամբողջ մեղքերի միասնությունը։ Դավաճանությունը դա ուխտադրժությունն է։ Գիտեք ինչ, ես 3 ասպեկտ եմ տեսնում։ Մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, դավաճանել են ոչ միայն եկեղեցուն, այլ դավաճանել են իրենք իրենց։ Պատարագի ժամանակ կաթողիկոսի անվան հիշատակությունը պարզ մի պատարագի հատվածի զեղչում է։ Բայց դա միայն առաջին հայացքից։ Դա ընդհանրապես պատարագի ինչ-որ հատվածի զեղչում չէ։ Դա ժխտումն է նվիրապետական կարգի, դա ժխտումն է եկեղեցական իշխանության։